Իրավապահ մարմինները երևի թե այսօր պատշաճ հաղորդում կանեն, ես կարծում եմ, որ եթե անկախ նրանից ով ուզում է լինի, եթե հայրենիքի նկատմամբ դավաճանություն է որևէ մեկը գործում, այդտեղ ներում բեկում չկա եւ պետք է գնալ մինչեւ վերջ եւ պատժել ամենախիստ ձևով։ Ենթադրում եմ, որ այո։ Պարոն Պապյան, տեսեք, խնդրեմ էլի հայ-ռուսական օրակարգի սովորակարգին վերադառնալ։ Հարցս այսպես ձևակերպեմ։ Եթե պայմանական կոնկրետ գործողություններ առնեն ռուսական կողմից, դժվարացվի ցորեն մուտքը Հայաստան, կամ գազի հետ կապված որոշումներ կայացնեն, կա գործողությունների ինչ-որ սցենար հակազդելու, որ կառավարությունը քննարկում է ունի։ Եթե ընդհանրացնենք այսպես պլան B, որ գոնե հնարավոր ազդեցությունները բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենալ, որ ձեր ասած սցենարները մշակված են դեռևս տարիներ առաջ, բայց մենք հավատացած ենք, որ դա տեղի ունենալ չի կարող, իսկ ընդհանուր առմամբ այն քաղաքական փոփոխությունները, որոնք որ մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում օրինակ սահմանի բացում, տեսեք օրինակ այսօր ամբողջ աշխարհում 2-3 անգամ բենզինի գներն ավելացել է, Հայաստանում ավելացել է մի քանի %։ Ինչու է այդպես, որովհետև մենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզելային վառելիք բերենք այլ շուկայից։ Պետքա կարողանանք նույնը անենք սորենի դեպքում, պետքա կարողանանք նույնը անենք մյուս ապրանքների դեպքում, որ ոչ թե որևէ մեկից կախված լինենք, այլ մենք կարողանանք ազատ մանևրենք այդպես է։ Չէ, սուր չի հարց է, սա մեկ, սուր տեսեք, սուր չի հարց է պահին, Հայաստանից բազմաթիվ ապրանքներ այսօր, հենց այսօր արտահանվում մեծ ծավալով, շատ մեծ ծավալով Ռուսաստանի Դաշնություն, շատ մեծ ծավալով էլ ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, սա մեկ, բայց էլի եմ կրկնում, մեկ տարվա համեմատություն, 2025 թվականի հունվար, ապրիլ, Հայաստանից Չինաստան արտահանումը կրկնապատկվել է, այսինքն 2 անգամ ավելի շատ ապրանք ենք հայկական արտահանել Չինաստան, քան անցած տարի եւ Հայաստանից Եվրոմիություն ապրանքը արտահանումը կրկնապատկվել է, գրեթե կրկնապատկվել է 97-98% կարծեմ, ավելացել նորից, ուրեմն սա նշանակում է, որ այն ինչի մասին ոչ երկար խոսում էինք, այլ նաև գործ ենք անում, որովհետև եթե 150 միլիոնը դառնում է 300 միլիոն, եթե 200 միլիոնը դառնում է 400 միլիոն օրինակ, այդ դա նշանակում է աշխատանք, դա նշանակում է, այսինքն եթե մենք կարողանանք այդպես մեր ընդ որում մյուս երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական մեծ շրջանառություն ունենք, այդտեղ կրճատումներ չունենք կամ եթե ունենք շատ փոքր է կամ աճեր ունենք որոշակի, այսինքն այնպես չի որ մեկը մյուսի հաշվին են կարող։ Սա շարունակական գործընթաց է, այդ թվերը շարունակաբար ժամանակի ընթացքում են տոնում։ Հարցն այն է, եթե օրինակ պայմանական մայիսի վերջում գագաթնաժողովում անդամ երկրները ամենակոշտ ձևով Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները եւ դուք տեսնեք մեր ժողովրդի քվեն եւ դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն եւ ցանկացած դուք կտեսնեք արդյունքները եւ մենք միշտ ցանկացած արդյունքի հետ հաշտ ենք լինելու եւ այսօրվանից կոչ եմ անում նաեւ մյուս ուժերին հաշտ լինել արդյունքների հետ, որոնք որ կարձանագրվեն մեր ժողովրդի քվեարկությամբ։ ԵԱՏՄ կանոնադրությամբ կա մի կետ, որի շրջանակում կարող են կոնկրետ առանձին ապրանքների մասով որոշում կայացնել։ Այդ դրա շուրջ քննարկումներ հիմա կան, եթե պոտենցիալ ինչ-ինչ ապրանքների վերաբերյալ որոշումներ կան։ ԵԱՏՄ շրջանակներում կետեր գոյություն ունեն, որոնք կոչվում է բարիեր։ Ցանկացած բարիեր Հայաստանի Հանրապետության դեմ մենք բարձրաձայնելու ենք եւ եթե բարիեր լինի, կբարձրաձայնենք ու այդ հարցը կլուծվի։ Այդպես որ ԵԱՏՄ-ում այնքան կետեր կա, որոնք որ շատ լավ մինչ այս օգտագործել ենք ու կշարունակենք օգտագործենք։ ԵԱՏՄ մեխանիզմները բավականին լավն են իմիջիայլոց, տենց այնտեղ եւ ստանդարտներն են բավականին լավ իմիջիայլոց, այնպես չի որ ասում ենք ԵԱՏՄ-ի ստանդարտները Եվրոպական միությունից վերցրած ստանդարտներ են։ Այնպես չի որ այդտեղ ստանդարտները ներքև է իջացրած։ Նմանատիպ նույնական ստանդարտներ են, մեխանիզմները էլի բավականին լավն են այդ առումով։ Այսինքն որոշումներից առաջիկա մտավախություններ առանձնապես չունեք, որովհետև Ես
Ախր դուք այդ հարցը բարձրաձայնում եք, ես էլ այսօր առավոտը իմ տեղակալին հանձնարարում եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալները, թե ինչքան ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն, անցած տարի ու այս տարի, տեսնում եմ, որ ավելի լավ վիճակը, քան անցած տարի։ Այսինքն այդ խառնաշփոթը, որ այսինքն հասկանում եմ, որ Հայաստանը նվազագույնը 3 քաղաքական ուժ կա, որի միակ հույսը Հայաստանում խաղաղ չլինելն ու Հայաստանում տնտեսական վիճակի վատանալն է։ Բայց ի հեճուկս իրանց ցանկությունների ամեն առավոտ հելնում են, ասում են, թարսի պես այսօր էլա խաղաղ, թարսի պես այսօր էլա տնտեսությունը զարգանում ու իրանց, ասեմ, իրանց համար ենք ասում, իրանց համար միշտ թարսի պես է լինելու։ Ու որովհետև տնտեսությունը զարգանալու է, կայուն խաղաղությունը լինելու է տևական, իսկ քրյա օլիգարխիկ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հեռացվելու է քաղաքական դաշտից հայկական ժողովրդի քվեարկությամբ եւ բնականաբար ապօրինի գույքի մասին օրենքի տրամաբանությամբ տուն առ տուն, ավտո առ ավտո, ջիպ առ ջիպ, առյուծ առ առյուծ, չգիտեմ, ռեստորան առ ռեստորան, այդ ամեն ինչը վերադառնալու է ժողովրդին ու իրանք դա զգում են եւ իրանք դրա համար են ոտի հելել։ Ոտի են հելել իրենց թալանացը պաշտպանելու, բայց չի ստացվում Ժողովուրդ ջան, եկել է պատասխան տալու ժամանակը։ Դարձյալ նույն հարցին ինչից սկսեցինք, եթե պայմանական որոշում են Հայաստան ցորեն արտահանման խոչընդոտներ ստեղծել այս կամ այն կերպ, Հայաստանի Հանրապետությունը ունի մշակած սցենար, թե այդ դեպքում ոնց է սուբսիդավորելու այդ խորհուրդը, որտեղ մեր պաշարները մեզ կհերիքեն ընդամենը մի քանի ամիս։ Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունը ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է եւ կստանա կայուն ցորեն եւ այդ մասով մեր քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է եւ ելի եմ կրկնում, այս խոսակցություններն ու այս հարցադրումներն են ժամանակավոր։ Հունիսի 8-ի առավոտյան դուք այլ հարցեր եք տալու, օրինակ, ինչպես եք մտածում զարգացնել հաջորդ 5 տարվա ընթացքում Հայաստանում ցորենի արտադրության ծավալը եւ ես ձեզ կպատասխանեմ, թե ինչպես ենք մտադիր լինելու հաջորդ 5 տարիներին Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնել։ Շնորհակալ ենք։